Հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին շարունակելու ենք քննարկել այն թեման, որի մասին 2 շաբաթ առաջ ես պատրաստել էի վերլուծություն եւ որը կա էջում եւ կոչվում է «Թուրքական զորքը մտավ Սիրիա քրդերի վրա հարձակվելու նպատակով»։ Կոնկրետ այս վերլուծությունը դեկտեմբերի 8-ին էի պատրաստել եւ մի քանի շաբաթ անց փաստացի մենք ձեր հետ միասին շարունակում ենք այս թեման քննարկելը, որովհետեւ կա կարևոր նորություններ այս ուղղությամբ։ Հարգելի հայրենակիցներ, թուրքական կողմը եւ սիրիական կողմը միասնական պայմանավորվել են եւ հիշում եք այդ վերլուծությունում ես խոսում էի նրա մասին, որ իրանք արդեն լուրջ տեղաշարժ զինված ուժերի միասնական կազմակերպել էին, հատկապես հյուսիսից թուրքական կողմը եւ ոչ միայն հյուսիսից, այլ նաեւ արևմուտքի հատվածից քրդերի համար մոտեցել էր իրանց տարածքներին, քարտեզի վրա դա ձեզ ցույց էի տվել ամեն ինչ, իսկ հարավից եւ հարավ-արևմուտքից մոտեցել էին հենց սիրիական Շարայի իշխանության ներկայացուցիչ զինված ուժերը։ Իրանց նպատակն է ռազմական գործողությունների հետևանքով վերականգնել ամբողջ վերահսկողությունը տարածաշրջանի վրա եւ խոսք է գնում վերահսկողությունը հենց քրդական այդ հատվածի վրա, որը կոչվում է SDF, այսինքն Սիրիական ժողովրդավարական ուժեր, եւ որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածը։ Հիմա ինչու՞մ է նորությունը։ Առաջերտին պետք է ասել, որ կոնկրետ ժամկետ է տրված քրդերին, որ զինաթափվեն։ Եվ դա այս տարվա ավարտն է, այսինքն դեկտեմբերի 31-ը։ Եվ հունվարի 1-ից արդեն պետք է իրանք ինտեգրվեն Սիրիայի զինված ուժերի մեջ։ Իրականում խնդիրը նրանում է, որ իրանք հրաժարվում են այդպիսի գործընթացից, որովհետև նախատեսված էր փաստաթուղթ եւ համաձայնություն սիրիական եւ քրդական ուժերի կողմից, ինչպես նաեւ Թուրքիայի, որով խոսք էր գնում նրա մասին, որ ինտեգրացում պետք է տեղի ունենա քրդական ուժերի ընդհանուր պետության մեջ։ Եվ կարելի ասել, որ այս ուղղությամբ իրական քայլերը այս պահին տեղի չեն ունենում։ Գործող ուժերը այստեղ մի քանիսն են, դա հենց քրդերն են, դա սիրիական կողմն է, թուրքական կողմը, ինչպես թուրքերը հաճախ ասում են, որ քրդերի հետևից կանգնած են հրեաները, այսինքն Իսրայելը, եւ Իսրայելը փորձում է քրդերին օգնել, ըստ թուրքերի։ Վերջերս տեղի է ունեցել ակտիվ այսպիսի հանդիպումներ Դամասկոսում, որտեղ որ ժամանել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, Թուրքիայի արտաքին հետախուզության կազմակերպության ներկայացուցիչ ղեկավար Քլինը եւ մի քանի ուրիշ բարձր պաշտոնյա թուրքական, որոնք հանդիպել են իրանց սիրիական ճակերտերում գործընկերների հետ, իրականում Սիրիայի մասին մենք միշտ ասում ենք, որ թուրքական պրոտեկտորատ է, այսինքն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։ Եվ այդ գործընթացը ցույց է տալիս, որ կողմերը արդեն պայմանավորվել են եւ այդ deadline-ը, որը մինչեւ տարվա վերջ կա, այսինքն մի շաբաթ է մնում, որ սրանից հետո այլևս չի լինի հանդուրժում այն իրավիճակի, որը այս պահին կա։ Պետք է նշել, որ քրդական ժողովրդավարական ուժերը, որոնք սիրիական ժողովրդավարական ուժեր են իրենց կոչում, գլխավոր Միացյալ Նահանգների դաշնակից են տարածաշրջանում իսլամական պետություն տերորիստական խմբավորման դեմ պատերազմի առումով։ Հարցը նրանում է, որ իսլամական պետությունը չի ավարտել իր գործունեությունը։ Օրերս Սիրիայի կենտրոնում Պալմիրայի հատվածում իսլամական պետությունը ակտիվորեն գործողություններ ծավալեց եւ 3 ամերիկացի զինծառայողին սպանել։ Դրա ի պատասխան միջազգային դաշնակիցները, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, օդային ուժերի միջոցով հարվածներ են հասցրել Պալմիրայի հատվածում, ենթադրաբար իսլամական այդ տերորիստական խմբավորման իսլամական պետության ներկայացուցիչների ուղղությամբ։ Թուրքիան հստակ նշում է, որ իր ուրեմն ժամկետը, որը ինքը տրամադրել է քրդերին, սպառնում է եւ պետք է կոնկրետ լինի առաջընթաց։
Ամ, Ինչպես թուրքերը, այդպես էլ Դամասկոսը, այսինքն թուրքերի տակ գտնվող իշխանությունը ասում են, որ միայն մեկ այլընտրանք կա, եւ դա զինաթափումն է եւ միանալն է միասնական սիրիական զինված ուժերին։ Հարցը նրանում է, որ քրդերը պատրաստ են դա անել մեկ պայմանով, որ միանում են Սիրիայի զինված ուժերին, ինչպես մեկ այսպիսի խումբ, մեկ էություն կամ առանձին, կարելի ասել, զինված ուժերի բաղադրիչ ունեցող խմբավորումներ։ Սրա վրա մերժում է ինչպես թուրքական, այդպես էլ սիրիական կողմը։ Ասում են, որ դուք պետք է անձերով միանաք, այսինքն ամեն մի անձը պետք է առանձին միանա զինված ուժերի մեջ։ Ինչու՞մ է հարցը։ Անկարան տենում է, որ սա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դաշնակիցն է, պոտենցիալ խնդիր կարա լինի ապագայում այն տրամաբանության մեջ, որի մասին մենք ձեր հետ խոսում էինք, հարգելի հայրենակիցներ, որը ներառում էր Թուրքիա, Իսրայել այդ տարածաշրջանում ստեղծված ոչ միայն հակամարտությունը, ես կասեի, այլ նաև փաստացի առճակատումը, որը այս պահին տեղի է ունենում, եւ այդ ուղղությամբ կարելի է հստակ նշել, որ քրդերի հանդեպ վստահություն չկա, որովհետեւ քրդերը սիրիական այդ ուժերը ակնհայտորեն համագործակցել են եւ համագործակցում են ինչպես Միացյալ Նահանգների, այդպես էլ Իսրայելի հետ։ Ուրեմն հարցը նրանում է, որ սիրիական ուժերի հարցը լուծելը մնում է առաջնահերթություն թուրքերի եւ սիրիական ուժերի համար։ Խնդիրը նրանում է, որ մենք նաև չենք կարող տեսնել կոնկրետ ելքը այս իրավիճակից, որովհետև մի կողմից թուրքերը եւ սիրիական ուժերը հետ քայլ չեն անելու, մյուս կողմից քրդերը պատրաստ չեն զինաթափվել, հասկանալով, թե ինչ հետևանքներ սա կունենա իրանց համար։ Այդ իսկ պատճառով արդեն երեկ սկսեցին բախումներ Հալեպում։ Եվ Հալեպի հայկական համայնքը ի դեմս օրաթերթի Գանձասար արդեն կոչ է արել Հալեպի հայությանը, որ փողոց դուրս չգան, որովհետև բախումներ են տեղի ունենում Հալեպում Շեյխ Մասուդ կոչված այդ շրջանում հենց Հալեպի, որը վերահսկողության տակ է գտնվում SDF-ի, այսինքն քրդական այդ ուժերի։ Սիրիական ուժերը ուզում են քրդերին ստիպել զինաթափվել։ 3 մարդ է մահացել, ինչքանով գիտենք, լարվածությունը շարունակվում է, այս պահին հրադադար է, ինչքանով գիտենք։ Բացի դրանից, ընդհանուր առումով մոտակա երևի շաբաթը լինի շատ լարված, իսկ դրանից հետո էլ ավելի կարող է նոր տարին անցնի եւ արդեն հունվարի 1-ից ռազմական գործողությունների մեջ հայտնվենք ամբողջ բոլոր ուղղություններով, նկատի ունեմ թուրքերը եւ սիրիական ուժերը ակնհայտորեն 3 շաբաթ է այդտեղ մտել են եւ պատրաստվում են 3 շաբաթվա ինչով են զբաղված։ Հիմա էլ եւս 1 շաբաթ ունեն, դա ձեզ մի ամիս է անում մոտավորապես, 1 ամսվա մեջ, որ պատրաստեն հարձակվելու համար բոլոր հնարավորությունները։ Շատ բարդ իրավիճակում է կարելի ասել քրդական ուժերը, ակնհայտ է, թե չգիտեն ինչ պետք է անեն, եւ թուրքերը հայտնում են, որ ուզում են խաղաղության ճանապարհով լուծել այս հարցը, բայց եթե դա հնարավոր չի լինի, ապա ուժային ճանապարհով կլուծեն։ Անկարան հստակ ասում է, որ ոչ մի ուրեմն ավտոնոմ կարգավիճակ առանձին ինչ որ մի էություն սիրիական պետության մեջ չի կարող գոյություն ունենալ։ Գլխավոր հարցը մնում է ինչ քայլեր կանեն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այս ուղղությամբ, կանեն թե չէ արդյոք քայլեր պաշտպանելու իրանց գլխավոր դաշնակցին, պետք է ուղղակի հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների հնարավորությունները սահմանափակ են նրանով, ինչպես նաև Իսրայելի, որ այս տարածքը պաշտոնական Սիրիայի տարածք է եւ պաշտոնական առումով անկախ պետություն չէ, խոսքին ինչպիսին է Հայաստանը եւ ինչը շատ լավ է, որովհետեւ ինչպես անկախ պետություն մենք կարող ենք անկախ քաղաքականություն վարել, իսկ Սիրիայի դեպքում
կարելի է ասել, որ իրանք անկախ պետություն չեն եւ շատ ավելի բարդ եւ ծանր իրավիճակում են գտնվում։ Քրդերը ուզում են շպահպանել այս իրանց վերահսկողությունը, որովհետև սա իրանց համար անվտանգային այսպեսի երաշխիք է եւ քրդերը ուզում են մոտավորապես կես տարով ձգել նաև այս գործընթացները մինչև 2026-ի թվականի կեսերը, որ անվտանգային երաշխիքներ ստանան։ Երեք տարբերակ կա այս իրավիճակից, եթե հնարավոր լինի, որ միջազգային խաղացողները կարողանան ազդել հատկապես Միացյալ Նահանգները, ապա հնարավոր է կես տարով ձգվի այս գործընթացը մոտավորապես այն նպատակով, որ այս փուլում պատերազմ տեղի չունենա։ Երկրորդ տարբերակն է, որ ուրեմն մասնակի կողմերը ընդունում են միմյանց պահանջները եւ սիրիական ուժերի ինտեգրումը տեղի է ունենում մի քանի բրիգադի ձևաչափով, դիվիզիայի ձևաչափով, այլ ոչ թե միանգամից կազմաքանդում են այսպես եղած արդեն հիմնված այդ կարգավիճակը, բայց երրորդ ամենահավանական տարբերակն է, որի մասին ես խոսում եմ, որ թուրքական կողմը փաստացի կհրահրի ռազմական գործողություններ, որի հետևանքում մի քանի օրում նույնիսկ կարամ ասեմ, որ կարա վերահսկողություն հաստատի, որովհետև հյուսիսից Թուրքիան է, արևմուտքից Թուրքիան Սիրիան է, հարավից հարավ-արևմուտքից Սիրիան է, միայն արևելքից է, որ Իրաքն է, այնտեղ էլ թուրքերը ունեն ռազմակայաններ եւ հաշվի առնելով տարածքի սահմանափակումները, հաշվի առնելով, որ քրդական ուժերը չունեն լուրջ ավիացիա, օդային ուժեր, ԱԹՍ-ներ եւ ցամաքային ուժեր են միայն, իսկ թուրքական կողմը ունի օդային ուժեր, ԱԹՍ-ներ, ունի հրետանի եւ ունի շատ տարբեր հատվածներում զինված ուժեր, ապա հնարավոր է, որ մի քանի օրում չի ասի, բայց մի քանի օրում հնարավոր է մեծ առաջընթաց, բայց երևի ամբողջությամբ վերահսկողություն հաստատելուն մի շաբաթից մինչև երկու շաբաթ պետք լինի մոտավորապես, որ ամբողջ այդ տարածքը վերահսկեն։ Ուստի տրամաբանական է, որ թուրքերը ուզում են դա անել, հատկապես որ շատ քիչ խնդիրների հետ կարան առնչվել իրականում, որովհետև համապատասխանում է իրավիճակը իրանց ցանկություններին։ Բացի դրանից պետք է ասել, որ Թուրքիան սա դիտարկում է ինչպես ավելի մեծ հարց, քրդական հարց, որովհետև Իրաքում քրդեր են, Իրանում տարածքում քրդեր են եւ Թուրքիայի տարածքում քրդեր են շատ եւ Սիրիայում իրանց այսպիսի ավտոնոմ կարգավիճակը կարա ստեղծի իրանց համար թուրքերի համար ըստ իրենց ել ավելի սպառնալիքներ հաշվի առնելով, որ քրդերը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դաշնակիցներն են։ Ուստի իհարկե գալիս Թուրքիայի մոտեցումները նրա հետ կապված, որ պետք է կարողանան քրդական հարցը լուծել եւ բարդ թեմա է իրականում։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այս գործընթացը մոտիկ է գալիս ի վերջո որոշմանը եւ սա մեծ կարեւորություն կունենա առհասարակ այդ արևելյան միջերկրական ծովի հատվածում եւ մերձավոր արևելքի այդ հատվածում Թուրքիա, Իսրայել առճակատման ուղղությամբ, որի բաղադրիչը մենք նաև ձեր հետ միասին քննարկեցինք եւ տեսանք, որ նաև կարևոր բաղադրիչը է ուրեմն ակնհայտորեն Հունաստան եւ Կիպրոս հատվածը եւ կարելի ասել, որ Իսրայելի համար, եթե ձախ թևում Կիպրոս Հունաստանն են գլխավոր դաշնակիցները, ապա աջ թևում դա դրուզներն են եւ քրդերը, հիմա քրդերի հարցը փորձում է Թուրքիան լուծել։ Ուստի մենք ձեր հետ միասին ակտիվորեն կհետևենք այս հարցին եւ ուղղությանը, ուղղակի որովհետեւ մեր համար դա մեծ կարեւորություն ունի այնտեղ տեղի ունեցող գլոբալ համատեքստում, բայց մի բան փաստ է, ինչը մենք պետք է ասենք, որ մեզ չի կարելի համեմատել այս դեպքում քրդերի հետ եւ շատ ավելի ուրախ պետքա լինենք, հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակով այն առումով, որ մենք ունենք սեփական անկախ պետություն, որովհետև քրդերը սեփական անկախ պետություն չունեն եւ շատ բարդ իրավիճակում են, միակ կիսակառավարություն, որը ունեն, դա Իրաքի Քուրդիստանն է, բայց որը անկախ չի կարող գործել եւ արտաքին քաղաքականություն փաստացի անկախ չի կարող վարել, անվտանգային քաղաքականություն եւ դա լուրջ խնդիրների է բերում
քրդերին, որոնք շատ բարդ իրավիճակում են հայտնվել։ Մենք ունենք անկախ պետություն, ուստի պետք է ուրախ լինենք եւ պահենք, պահպանենք, ամրացնենք մեր պետությունը, այդ թվում մեր կապերը Միացյալ Նահանգների հետ լրիվ ուրիշ տրամաբանություն ունեն, ի շնորհիվ դրա, որ մենք անկախ պետություն ենք, քան թե երբ խոսք է գնում ոչ անկախ այսպիսի տարբեր խմբավորումների կամ որևէ քաղաքական տարածքների առումով, ինչպիսին են Իրանից ներկայացնում քրդերը այդ 4 պետության տարածքներում։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, կշարունակենք հետևել այս հարցերին եւ հատկապես մեր համար սա հետաքրքիր է հենց Հայաստանի ուղղությամբ հնարավոր սպառնալիքների, հնարավորությունների եւ ռազմաքաղաքական ուրեմն տրամաբանության, ռազմավարության ուղղությունով։ Շնորհակալ էի ձեր ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։